Եվ կարծում ենք ռազմագերիների խնդիրը անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների ունի նաև կրոնական ասպեկտ, այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ եւ որ քրիստոնեությունը վերաբերմունքի առումով գործոն է, մեզ ցուցադրում են նաև այդ կրոնական սիմվոլների առնչվող մի շարք հարցեր, օրինակ թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Եվ սա բացատրություն չունի, եթե գրքերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը եւ այլ թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին, նաեւ հրապարակային զեկույցներից կարծում եմ տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել են դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են եւ մեր գնահատմամբ քրիստոնյա լինելը եւս գործոն է, որը ինչ որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը։ Թերևս այս կետում ես ավարտեմ եւ պատրաստ եմ պատասխանել հարցերին։